Պարոն Մանուկյան, խնդրեմ ձեր բարեմաղթանքը նախ Սրբազանին եւ նաեւ խոսեք այս անսովոր պայմաններում է Սրբազանը, սա կարծես թե մի տեսակ հայկական իրականության մեջ անպատկերացնելու բան է, որ հայ առաքելական եկեղեցու սպասավորը գտնվի քո իսկ հայկական բանտում։ Դե չէ, եթե երկրում դավաճաններն են տիրացել իշխանական աթոռներին, շատ բնական է, որ այսպես պիտի լիներ, ազնվազարմ հայերը պիտի դատապարտվեն, հույս ունեմ, որ հայերը կգան իշխանության, ես ամեն ինչը կկարգավորվի, ասեմ, որ այսօր այստեղ Մասիս քաղաքի երաժշտական դպրոցում ընթանում է Հայաստանի Հանրապետությունում կարևորագույն միջոցառումը, Բագրատ Սրբազանի 55-ամյակն են նշում հայերով, եւ ես գիտեմ, որ այս հղումները, որոնք այստեղից կարվեն, ոչ միայն Սրբազանին են ուղղվելու, այլև ողջ հայությանը եւ ոչ թե միայն Հայաստանում ապրող, այլ աշխարհասփյուռ հայությանը, ովքեր իսկապես իրավամբ հայ քրիստոնյաներ են, հայոց պատմության կրողներն են եւ միտված են ապագային հաղթականորեն, ինչպես մեր Սրբազանը, որը ոչ պարտություն է ընդունում, ոչ հողերի հանձնում է ընդունում, ոչ անցյալն է թույլ տալիս ջնջեն, որը տիրական հայ է, եւ նրանք, ովքեր չեն վախենում հայ լինելուց, կանգնած են Բագրատ Սրբազանի կողքը։ Եվ ձեր բարեմաղթանքը։ Իմ բարեմաղթանքը, որ մենք շուտ ազատվենք, որովհետև ոչ թե Սրբազանին են կալանավորել, մեզ են կալանավորել։ Սրբազանը ուր է լինի մոլորակի, որ հատվածում է լինի, թող կուզեք տիեզերքի ասեմ, նա ազատ մարդ է, նա ոգեղեն մարդ է։ Եվ այդ մարմինն էլ, որ հիմա նա պես ժամանակավոր ունի, ասենք մի 100 տարի թող կրի, դրանից հետո էլ ինքը կա անմահական երևույթ է եւ կարողանում է իր ուժով, եռանդով նեցուկ լինել իր ազգին, մեզ բոլորիս, եւ ես հույս ունեմ, որ այդ ամենը ազատության մեջ ավելի բարենպաստ կերպով կշարունակի, ինչպես որ բոլորից հորդորում էր գնանք սահմաններ։